Օրա գիտեք ինչ։ Ինչ։ Մենք այսօր միկրոֆոն ունենք զալում։ Օրա էլ կոմենտերում չեն գրելու, ինչ ասում իմաստունը, միկրոֆոն տվեք էլի։ Այո, իմաստուն քայլ ենք արել, իմաստունին միկրոֆոն ենք տալու։ Իմաստունը։ Սկսենք իմաստունից։ Մենք ընտրում ենք իմաստուն, իմաստունը ուրեմն նստած է մնում իր տեղում ու ինքը պետքա մեզ իրոք խորհուրդներով օգնի։ Իմաստուն խորհուրդներով, այսինքն մեզ պետքա որ իմաստունը լինի կատակներ չանի, էլի։ Հա, իմաստուն լինի, էլի, այսինքն ինքը մի քիչ մազորոտ ձեռներով, հա, ինչ է, այսինքն մի քիչ կյանք տեսած, ամուսնացած բաժանված, ստեդի պլյուսը, էլի, որ մոտավոր հասկանում։ Մի քիչ ճմրթված մարդ է մեզ։ Հա, էլի, որ կոմենտ գրող, այդտենց էլի։ Որ թորանետ նկար ունի։ Հա, որ օրագիր նյուզից կմոտիկանան իրան, այդտենց։ Այդտեղ ձեռ բարձրացնող կար, հա։ Այո։ Բարև ձեզ։ Միկրոֆոնը օրայից անսպասելի էր, մի րոպե մի քիչ լարվեցի, ձեռունը ոնց է։ Իմ անունը Էդիտա է, բայց մենք երեքով ենք պատասխանելու։ Այսինքն Էդիտա, հա, երեքով դուք։ Հասկացա։ Որտեվ իմ անունը Զինա է, տենց։ Տաթոն ուրա բա, տաթոն։ Ինքն է Տամարա է։ Տամարա է ինքն։ Հələ հանգստացեք, հələ ձեռնից վերցրեք այդ միկրոֆոնը։ Միկրոֆոնը ոնց որ լավ իջա չի։ Տամարա է, իրան։ Էսի վատիջ է, ասենց այդ Մենք ընդհանուր կքննարկենք ու կտանք պատասխան։ Մենք պատասխան։ Էդիտայի հետ խոսենք, հա։ Էդիտա։ Okay։ Մի հատ դուք քանի տարեկան եք։ Ես 23։ 23։ Իսկ դուք ձեզ իմաստուն մարդ համարում եք։ Իհարկե։ Ես չէ, ախպեր, ոնց 23 տարեկան չէ։ Իմաստուն մարդը ամեն չի ասում։ Ամուսնացած մարդ կա գոնե։ Կարող է դուք ամուսնացած եք, Էդիտա։ Պետք է։ Հիմա կարաք, հա։ Եթե պետք է կարամ։ Պետք է, հեսա այդան բերեմ, ավտոյի մեջ թողեց։ Չէ, այսպես մարդ կա։ Էդիտա, կխնդրեմ միկրոֆոնը տակ ուրիշի։ Այո, դուք իմաստուն չեք, դուք սրամիտ եք ուրախ։ 37 տարեկան եմ։ Այն ինչպես պետք է։ Ձեր անունը ինչպես է։ Հայկ։ Հայկ։ Հայկ, ես ի՞նչ սեքսո ձեն ունեք։ Այս ձեր իսկական ձենն է, թե այտենց աշխատում եք այտենց։ Իսկական ձեն։ Իսկ ո՞ս էլի Էդիտան մե փոխում է։ Էդիտան զո։ Ես ցես ուժեղա կարում, հա։ Հա, իմ անունը Հայկ է, մենք երեքով ենք եկել։ Հայկ ջան, իսկ մի քիչ կպատմես քո մասին, որտեղ է սովորել, ինչ կրթություն ունես։ Այդքան չեմ պատմի։ Այդ դրանք չպատմեմ, կարամ տենց օգնեմ իմաստունի հարցով, բայց չեմ կարծում։ Ես կարան համաձայն լինենք, կարան չէ, բայց չպատմեմ։ Okay, մի պատմեք։ Իսկ ընտանիք ունեք։ Ամուսնացած չեմ։ Բայց ընտանիք ունեք։ Այս իմաստուն Սենց ասեմ։ Հայաստանում չէ։ Հայաստանում չեն ասել, չգիտեմ։ Դե ինչ, սկսված է մեր շոուն, կարաք ձեր բարձրացնեք, ով ունի խնդիր, սենց թեթև ձեր բարձրացրեք, մենք կսկսենք շփվել, հետո արդեն ձեզ կկանչենք բեմ։ Այո, բարև ձեզ։ Ձեր անունը։ Հա, հիմա վերցրի։ Նորայր, լսում։ Ես Ֆրանսիայում եմ բնակվում, սովորում ժամանակավորապես ու շատ եմ կարոտում ստեղի այդ մունաթը, սիգնալը, մատնաքաշը, այդ տրանսպորտում հայացքները, այդ ամեն ինչը շատ։ Երկար ծնում ես լավ ու։ Հա, ոնց է։ Դզայց ախպերս։ Շատ։ Նորայր, իսկ դու քանի տարեկան ես։ 28։ 28։ Իսկ ինչ ես սովորում Ֆրանսիայում։ Միջազգային կառավարում բիզնես։ Դա չկա տես մուննատ, չէ։ Ընդեղ չէ։ Բիզնեսում։ Բայց լավ խնդիր է։ Այո, Նորայր, եկեք բեմ, մենք ձեր խնդիրը կլուծենք, եկեք ծափարենք Նորայրին։ Նորայր, Ջան, շատ գեղեցիկ եք։ շնորհակալություն։ Շատ կոկիկ տեսք ունեք։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Մունաթն եմ կարոտում, մունաթ։
Դերա պատմեք նորայ դուք Ֆրանսիայում եք ապրում հիմնականում, հա։ Հա, այս մի տարով գնացել եմ այնտեղ սովորելու աշխատելու, նոր տարուն եկել եմ տոները անցկացնեմ ձեր հետ Ու հետ գնանք։ ու հետ գնամ շարունակեմ։ Հասկացա։ Եվ կարոտում եք բանը, Շատ հայկական։ հայկական ամեն ինչը, որը ինձ չէր թվում, որ կկարոտեմ։ Այդ այն որ sense ասեմ, որ եկա ու հասա գեյթի մոտ, որը այդ թռիչքը թռնում էր Հայաստան ու այդ ժողովրդին տեսա, հասկացա, որ всё, արդեն ճիշտ տեղն եմ, այդ կանայք բան, sense լսի իմ աղջիկը բան, այս ամեն ինչ էլ։ Այդ ծավտալը բան, այդ որ թռնում է բացելը, բա շուտ sense ամեն ինչ։ Այդ ամեն ինչը կարոտել էր դու։ Շատ։ Ինչքան քիչ բան է քեզ պետք նորեր։ Դու աշկես լավ ես ապրում, հա։ Որը տենց բաներ ես կարոտում։ Քեզ մի հատ հյուսիսային է պետք է թալ, հա։ Շատ հեշտ է, էլի քեզ ուրախ։ Նոր եմ եկել, հա, մի հատ գնամ։ Պրոստը ստարտ կանչես ու իրիկունդ լավ անցնի, էլի։ Լավ երեկո, Երևան։ Ուր ենք գնում, ուր ուզում ես։ Ստարտ կանչես ու դուրս շատ ուժեղ փագես ու գնաց մոնաթ ախպրես։ Այդ մարդիկ ուտելիքը, վերաբերմունքը, այնտեղ ուրիշ է, էլի։ Իսկ այնտեղ ինչ ես ուտում։ Բագետ։ Պաո շոկոլա, այո։ Էդի դեսերտ, ոնց է դեսերտը։ Էդի օրը ամեն օր, զավտրիկ, դեսերտ, սենց էլի։ Տունը կա միշտ։ Չէ՞ դե Պաո Կոելյո, ինչ ասացիք։ Պաու, բայց շոկոլադը մինչև վերջ չասեց, ասեց։ Պաո շոկոլա։ հա, շոկոլադ։ Կիսատա։ Պաո շոկոլադ։ Այդ ինչ է մի հատ կպատմես։ Այդ թխված կրուասան մեջ է շոկոլադ։ Նուտելայով կրուասան։ Պրոստը դու ասիր մենք ուրիշ ձև ասեմ, հա, որ Մենք դրան պրոստը կրուասան ենք ասում։ Ես այս ծոցվետի խանութում կա ախպեր։ Կրուասան մեջը Նե շոկոլադ։ չենք ասում, կրուասա, այդ ենք ասում։ Ծոցվեի մոտ։ 400 դրա է։ Հայեր չկան Ֆրանսիա։ Այն քաղաքում որտեղ որ ես եմ Նանտում, չէ, շատ համայնք Քաղաքում չկա։ որտեղ ես եմ Բաքվում, չէ, հայերեն չէ։ Հասկանալի է։ Իսկ բանը Իսկ ֆրանսային խոսում ես։ Կամաց, չէի խոսում, հիմա այնտեղ սկսում եմ արդեն ինքս ինձ արտահայտում եմ։ Պաո շոկոլա կարողանում եմ ասեմ, էլի Ֆրանսիա։ Իսկ մի հատ կֆուր կսովորեցնես մեզ Ֆրանսիայում։ Վայ, չէ, դի տենց Put the mer, օրինակ էլի։ Բայց վայ դե չէ ու ասել։ Վայ դե չէ պին, քեզ ասեց։ Փող չեմ ասի։ Ոնց որ բան ասեր, բան։ Ես պաու շոկոլա մի հատ պետ դեմեղ ախպերես։ Երկուսն է սաբոյ։ Դա պիստակի կրուասան։ Դեզե մեղա բանով։ Պետ դեմեղի քեզ։ Դզեց։ Ինչ կա Ֆրանսիայից ինչ հետաքրքիր բան կպատմես։ Շատ արաբներ կան, Առաքիչները ինչ ազգություն առաքիչ։ հնդիկներ։ Հա։ Հա։ Դա Հայաստանից Մեկ կարոտը։ կուրսեցիքս են հնդիկ, մեկ առաքիչներ են։ Էդի չես կարոտում էլի ստեղի։ Չէ, էդի չէ։ Բանդեի հնդիկները քանյաց համակատ են կարող քշան մի անգամ։ Մեր մոտ մարդկա 8 հատ քշում է միաժամանակ։ Ու մանագելը 9-րդը։ 9-ը։ Գժված բանակ։ Նարեկ, իսկ Ֆրանսիայում մերսին տենց մերսի ես ասում թե ձևերով։ Չէ, merci beaucoup, տենց, բայց նոր այր։ No, անտել ես ասում։ Ձեպը լավություններով մերսի beaucoup նոր այր։ Մերսի մենք էլ ենք ասում, գիտես չէ, հայերով։ Հայերեն են ասում մերսի, հա։ Իսկ դու կարող Ֆրանսիայում ապրես ոնց որ Երևանում։ Ոնց։ Բայց քիչնես մատնաքաշառնես։ Մի հատ աստրաջի տանես հետ կոպեր։ Նա տոպել աստրաջի ես տանում, դա կարմիր։ Մեկ է դուետ արտարում եք լիքը։ Կա դե դուետ կոֆե։ Դուղե։ Դու եք, հա։ Դուղետ։ Դու է։ Բա ինչ ես անում ընդ սավորը, սովորում ես ու գործ, հա։ Այլի։ Բա ոնց ես հանգստանում, ոնց ես լիցկա թափվում։ Մասաժնոսներ կան ընդ։ Չէ, այնտեղ շատ այդ Մասաժ։ Մասա։ Չէ, բրասերիներ, բա խմելու տեղեր կան, փաբեր կան ոնց որ գնում եք, նստում եք ժամերով խոսում եք, մի հատ պիվա եք վեկալում ու ոչ մեկ չի նայ թարս նայեն, որ մի ժամ հետո բա կարող է էլի բան վերցնեք, տես մի հատ մի բան։ Բայց հիմա մեր մոտ էլ տենց չի։ Մի տարի գիտես ինչքան բան է փոխվել։ Աստորեն մունաթը պակասել է։ Նորայ նեմ ենք ինչ հայավարի ենք պահում, հիմա խնդիրը չենք լուծում։ Գարանտիա ունեմ, չէ, գարանտիայի մեջ է, չէ, խնդիրս։ Բայց էդի ոնց է լուծում։ Հիմա ինձ օրինակ ասա ոնց լուծենք։
Ուզում ես ինձ զանգի հենց կարոտում ես, ես կոպիտ կրնեմ քո հետ։ Բայց դե ախպեր, դա ինչ որ դու տրավմա ունես, եթե ուզում ես որ քեզ կոպտեն։ Չէ, ես չեմ ուզում ինձ կոպտեն։ Ինձ չեմ ուզում վերում է, բարի, լավ մարդ ես, բայց ուզում ես որ քեզ վիրավորեն։ Չէ։ Իսկ օրինակ բան, սեքսի վաղ դու սիրում ես որ քեզ խփեն։ Ես չեմ ուզում ինձ վիրավորեն կամ խփեն։ Այդ չի, պրոստը ուզում եմ այնտեղ լինի, հասկանում ես սեքսի վատ մունատ գան, պրոստը մունատ գան։ Այսինքն սեքսի ժամանակ Միարանա։ Այո, բանը։ Ջանդես բարև ձեզ։ կամ լրի նորից ձեզ, չէ, ստեղ սեքս լինի, այնտեղ երկոքի մունատ գան իրար վրա։ Դու ես նայես ուղակի։ Մունատի կուկոլն է, էլի։ Որը ջան։ Պարկովքի խփոցի է կողայթում բան։ Այ, բայց ես գիտեի Ֆրանսիա ամեն տեղ լիքը հայ կա, տենց խնդիր չպետք է լինի։ Չէ, համայնք այդ Բրետանիում համայնք չկա հայ։ Բրիտանիա, բդե հա։ Բրետանիա։ Ինչ գիտեմ այլ Ֆրանսիայից։ Բան, գորտի ոդկեր կերել ես։ Հա, ու խխունջ։ Ու վրից կռուասան ես ուտում։ Так, մի հատ բան, գորտի մոտեր ու խխու ախպեր։ Նորայր իսկ եփեք հետ գնալու հլստեք։ Հա, այս մի երկու շաբաթից գնում, տոները անցկացնում եմ։ Որոշել եք արդեն ինչ եք անելու այս երկու շաբաթը։ Կարող է այդ հարցով ձեզ օգնենք, մի հատ լավ պլանավորենք, հա։ Եկեք տենց օգնենք։ Բայց մի ասա էլի տոները, ես իսկ արեցի օգոստոսա դուրս գալու։ Ասա այս օգոստոսը անցնի։ Օգոստոսա անցնի։ Մենք էս կարանք հիմա ասենք տարբերակներ, որտեղ դու գնալով կարաս ավելի առնես Այս երկու շաբաթը այդ լրիվ կարոտ առնեմ, որ մի տարվա հերիքի։ Մի հատ մի երեկո տրամադրում ես բարեկամության մետրոյի հետ անցումին։ Նայ, մի հատ սխալ հելնես, մի հատ կորես, սախ, մի հատ տոշկե քֆռաս։ մի հատ ամսի 29-ին եթում ես Զովքի Երշիկի բաժին։ Մի հատ էդի, հա։ Այնտեղ մի հատ արագ մունաթա գալի վրա այդ աշխատողը։ Էդի կարող է երկու օր դաժե, էդի այնպես բանա որ։ Մեղեդի գնա նստի մի քիչ ֆուտբոլ նայեն դե։ Մի հատ պետք է Գյումրի գնալու ճամփին բարեկ կային նստի, տենց բանա պետք մի հատ։ Դե ճամփին մի քիչ Հայկ։ Մեր իմաստունին եմ դիմում, Հայկ էր, չէ՞։ Այո։ Հայկ։ Այո։ Հայկ ջան, ինչ խորհուրդ կարաք տաք մեր հյուրին։ Մեր հյուրի որտեղ որ ապրում է, չգիտեմ ինչքան են հայերը թե չէ, բայց կողքի քաղաքներում լիքը հայեր կան, թեկուզ քո մասնագիտական ունակությունները որ ռեալիզացնես Լեոնում հայերի հետ, ինձ թվում է բան հատուկ սխալ արա, լիքը մունատների կարժանանաս։ Դες կբավարարվի։ Ցանկությունդ։ Okay։ Միմի բառը ավելացնում է։ Գնալ Լեոն։ Այսինքն մոտենակ հայերին, էլի։ Հայերին մոտիկ եղեք, սպայկա եղեք, խնդրում եմ։ Դե ամբողջ իմաստները կամերային։ Սպայկա եղեք հայեր, խնդրում եմ։ Մի տեղից է Ֆրանսիայում մի բուղ հայեք մնացել։ Իսկ Ֆրանսիայում լիստեյեմ կա, տես բան կա։ Հա, Leboncoin ունեն։ Leboncoin, այդ լիստն է։ Այդ լիստեյմն է, հա, իրանց լիստեյմն է, տենց հենց նույն ձևել աշխատում է։ Ընդ կարակ էլի որ լավ մանգակ հայերի հայտարարություններ գտնեք զանգեք շփվեք մի քիչ։ Ոնց հասկանա որ դա հայ հայտարարություն է։ Խոսքի եթե տունը Սա լատինատար է գրած։ Հա, սա լատինատար։ Այդ ոնց չես հասկանում հայ է թե չէ։ Օգտագործածների մեջ մանեք եք։ Հա, գողցածների մեջն է։ Եթե տակը գրել է անկա բարձրով չանհանգստացնել, չզանգել, չգրել, вообще չառնել էս ապրեն։ Է լավ նարեք, այդ Դες ջղային բանա գրած, դա հայ է։ Դա շատ խնդիր։ Եթե ավտոն նենց է նկարել, համալիրը ավելի լավ է երևում, դա հայ է։ Այդպես կարաս զանգես իրանց ինչ որ փոխանակումներ առաջարկես, հաստատ մունատ կգան, դու էլ կարոտդ կանես։ Զանգես, ասա կարտոշկա կա, կուզես փոխենք աս։ Համալիրի։ Հա, Վազգեն, ինձ թվում է։ Այո, ես կարծում եմ, այո, նորայր։ Մենք ձեզ մի քանի խորհուրդ տվեցինք, իմաստունն է լավ բան ասած, հենց շատ պիկին հասնի կքշեք կգնանք հայերի մոտ։ Այո, մերսի, եկեք ծափարենք նորայրին։ Մերսի։ Նարեկ, շատ շնորհակալություն, որ առաջինը հելակեցություն հետո։ Մերսի շատ։ Այս Ֆրանսիայում սենց է։ Գիտեիր դու։ Ժամես Այսպես մոտիկան մեկ Զովքի Երշիկի բաժին, այսպես բաներ եք անում։ Խալաթով կնոջը։ Արյունք։ Վերջում Վերջերից, հա, ժողովուրդ, ինչ խնդիր կա, մի հատ ձեռքով կարող եք բարձրացնել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այո։
Ձեր խնդիրը այն է, որ չեք կարող միացնել, ես ճիշտ հասկացա։ Ու միանշանակ իմ խնդրի հետ կապված շատ կարևոր մոմենտ է, որ չեմ կարողանում միացնել։ Շատ միանգամից էր, բարև ձեզ, ձեր անունը։ Բարև ձեզ, Լիլիա։ Լիլիա ջան, ասեք ինչ խնդիր է։ Ուզում եմ 2028 թվականին գնամ Եվրոտեսիլում Հայաստանը ներկայացնեմ։ 28-ին։ Հա։ Իսկ երկել գիտեք։ Այո։ Չեղավ։ Էդի բանոնց եք այդ։ Այդ վախտը հարմար հա ձեզ։ Հա, պլանները տենց է։ 28-ին, բայց 2 տարին է, ի՞նչ է։ Մտածելա շատ ուշ եք գցելու այս վիպուստը։ 28-ին։ Չէ, իրականում էս որոշվել է մոտավորապես մի 15 տարի առաջ դպրոցում։ Նամակ ունեմ, որը գտել եմ վերջերս, որ այդ իմ երազանքն է եղել միշտ, ունդեղ գրված է, որ 28 թվականին պիտի դա լինի։ Իսկ կարելի է մի հատ բանը, մի փոջուրիկ երգեք։ Պրոստը տենամ դուք կարող շարլատան եք, կարող մեզի խափում եք։ Այո, եկեք բարձր ծափարենք, տենանք ով է այդում Եվրատեսիլ։ Ջանքված մեկը բան, շուտանիվ։ Ես դրանից երկով էի փոքր վաղտ ուզում այդ Եվրատեսիլ։ Մի վարքան, մեծերի, չէ Եվրատեսիլ։ Հա։ Okay, դավայ, ցա։ Քուճուր եմ երևում։ Ես չեմ տելում ճիշտ ասած։ Չեք երևում ճիշտ Բայց ասած։ ձայնով ոնց որ հա։ Շնորհակալություն։ Չէ, լավ, է շնորհակալությունով չէ արդեն, այսի։ Կոնտրոմայր։ Շնորհակալություն։ Լսում ենք։ Կարող ենք է բան նստենք, sense ժյուրիների նման։ Բայց Եվրատեսիլը տենց չէ։ Հա, ոչ։ Ոնց Եվրատեսիլը տենց չի։ Չես նայել։ Իսկ X Factor կուզեք X Factor։ Եկեք X Factor էլի։ X Factor-ն է տենց։ X Factor չէ, բայց voice-ին մասնակցել եմ, բայց առաջ չեմ անցել։ Լուրջ մասնակցել եք, դա դուր ուրեմն։ Ստեղ էլ Գերմանիայում էլ։ Գերմանիայում է։ Գերմանիայում այդ կույր դիտումներին, հա։ Այդտեղ չեմ հասել։ Բայց դա առաջին փուլն է։ Էդի բանը խուլ ու կույր դիտումներին այնք եղե։ Չի անցել, պրոստը կույր։ Չէ, իմ տաքսին չեկավ պրոստը։ Ես տաքսի կանչեցի չեկավ։ Չէ, իրականում Արմ ինչև է։ կարող է լսենք, եթե Սիրով, կարելի է ձեզ հրավիրել բեմ։ Էլեն, Լիլիա։ Լիլիա, արա։ Բարձր ծափերով եկեք հրավիրենք Լիլիային բեմ։ Արյունք։ Ուզում եմ 2028 թվականին ներկայացնեմ Եվրոտեսիլի բեմում Հայաստանը։ Աստված առաջ։ Շնորհակալություն։ Լիվը լուծվեց իմ խնդիրը։ Իսկ պատմեք Գերմանիայում այդ ոնց է, դուք Գերմանիայում եք ապրում։ Գերմանիայում եմ ապրել 10 տարի։ Մի հատ գերմանան քֆուր բան կան, սա։ Գերմանիայում 10 տարի ապրել եք, այնտեղ զբաղվել եք վոկալով։ Չէ, պրոֆեսիոնալ վոկալով չեմ զբաղվել, դա մեր խնդիրը էլի։ Դրա համար չանցա։ Դա խնդիրը։ Պրոֆեսիոնալ վոկալով չեք զբաղվել։ Բանի հետ voice-ի հետ կապված այն կույր դիտումների փուլ իրականում առաջինը չի, դրանից առաջ մոտ 2-3 փուլ ա լինում, որը չի ցուցադրվում։ Լուրջ այդքան բան կա դրանից առաջ։ Դրանք դա չի ցուցադրվում, մոտիվացիա։ Ավելն ասեմ, Հայաստանում էլ ա տենց։ Լուրջ։ Պետք է հաղթես հաղորդումը, որ մասնակցես։ Բայց ստեղ որ փուլ հասակ, ստեղ մասնակցել եք, չէ՞ ասի։ Հայ սուպերստարն եմ մասնակցել 16 տարեկանում։ Մեկը 19 տարեկանում The Voice-ին եմ մասնակցել, բայց առաջ չեմ անցել։ Իսկ այդ 16 տարեկանում որ մասնակցում եք հայ սուպերսթարով հաղթեց դա։ Չեմ հիշում։ Չեք հիշում։ Ինքը մտածում էր 28 թվին ինչ պետք է անի, հոսավ չի հիշելու։ Բայց դուք ոնց որ 28 տարից sense թողել եք վերջի օրվան, էլի, Հա, հա, էլի, sense վերջի։ Ճոգել եք մոտիկ նոմա արդեն արա Եվրատեսիլը մի բան անը։ Չէ, այսպես բան, մոտիկ նման ջոգում ասած։ Պատրաստվում է։ Բայց դուք լավ եք երգում։ Երևի։ Մի հատ լսենք Նենց էլի չի մի չեմ բան։ ունեցել երգի փորձ։ Գերմանիայում մեր բենդում 6 տարի երգել եմ օրկեստրի հետ, big band-ի հետ։ Էսի շատ ուժեղ բան ենք, չէ՞ լսելու հիմա։ Ես չեմ Ես հիմա շատ ուժեղ է երգում։ Գնահատեք, եթե իրականում։ Իսկ գերմաներեն կարա։ Կարամ։ Իսկ արագ հայկական երգ գերմաներեն, հատա։ Չէ։ Իսկ կարակ Արա չի վարակ դժվար։ Եկեք մի հատ երաժշտություն լսենք, էլի ակուրատ։ Ինչ որ բան երգ կուզեք դնենք, վնաս դնենք։ Պրոստը լսենք, հետո երգենք։ Feel my երգենք։ love-ը երգեմ։ Դավայ։ Ու my love-ը։ Adele-ի Make You Feel My Love։ Հո, որ գալիս են, որ երգողը գալի ասում է, ում երգ եկեք, ասում է Adele-ի։ Հա։ Էդի նշանակում է ինքը շատ ուժեղ կամ ձեն ունի, կամ էսա խայտարական։ Չէ, ճիշտ եմ, չէ, Adele որ ասում են, ուրեմն լավ ձեն։ Adele կամ շատ լավ երգողն է երգում կամ հարսանիքին փոքրիկ Էմիլին է, որ անակնկալ ունի, որ գալիս է։ Որ բրթման բեմ, պրոստը ասած։ Հայկական տարազով որ գա։
Սիրով կլսենք։ Ինչ անենք, կուզեք parենք հետևը։ Ինչ որ շարժ, ոնց ձեզ օգնենք, ոնց ձեզ անենք, որ Ես կուզեի սեր չնայենք, խփենք, ֆռայինք, բայց դա ոնց որ Չէ, դες բանը, խփել ֆռալու է հաստատ։ Բայց դուք շատ Երևում է, որ լավ է եկել։ Շատ լավ եք երգելու, մի հատ երգեք, էլի շատ լավ եք երգելու։ Ես գժվելու եմ, որ դու երգես։ When the rain is blowing in your face and the whole world is on your case, I could offer you a warm embrace to make you feel my love. When the evening shadows and the stars appear and there is no one there to dry your tears, I could hold you for a million years to make you feel my love. I know you haven't made your mind up yet, but I would never do you wrong. I've known it from the moment that we met. No doubt in my mind where you belong. It's gonna. Այո, շնորհակալություն։ Դզեց, մերսի շատ։ Բրավո, այո։ Շատ ուժեղ էր։ Ես Շատ լավ։ Հաշվի առնենք ոնց է ձենս դողում ու սիրտս է։ ես իմացա դուք ինադու եք անում այդ։ Էդի տենց չէի Էդի կոչում։ խփում էր սիրտներ խփում։ Չէ, շատ լավ էր։ Իսկ Շատ պետք է լուրջ քայլեր անենք, այո, լուրջ քայլեր։ Սենց ասեմ 12 points goes to Armenia։ Ես սենց ասեմ։ Ես սենց ասեմ դուք 12 հասկացաք։ points from Ari Oknen goes to Lilla։ Այո, այո։ Այո։ Okay, կարակ ներկայացնեք, կարակ ներկայացնեք։ Պոտենցիալ կա։ Պոտենցիալը կա։ Չվախենամ։ Ես вообще ճիշտ ասած լուխ չունեմ, Հա։ բայց Ոնց որ օպերատորսկի սենց որ տալանտը, լսում եմ, հա, սենց որ լսում եմ ոնց որ հա, հաստատ խի չէ որ։ Պրոստը երգ է պետք, բայց երգով ով է գրելու։ Ադելի երգով չեք կարա դժվար, հա, Եվրատեսիլ։ կստացվի, հետո խնդիր կունենանք։ Չէ, ես իրականում մտածում եմ երգ գրելու ուղղությամբ, բայց պրոդյուսերի հարցով հիմա երևի մտածեմ զբաղվել, ավելի մի քիչ պրոֆեսիոնալ վոկալով զբաղվեմ։ Հենց որ լուծումները ես է գիտեմ։ Ես պրոստը ուզում եմ երգ Պատյոշ կա հաճելի կլիներ։ Կարող է հենց տենց երգ գրեք, որ պրոդյուսեր եմ փնտրում։ Մի անգամից 28 մար։ Արեդի երգը։ Էդի չեն երգ Եվրոտեսիլ, ինչ արժի։ Բայց դուք ձեզ ճանաչում են ինչ որ մարդիկ, հա, տենց դուք ինչ որ գիտեն որ դուք լավ երգում եք, ով գիտի որ դուք լավ եք։ Ով ինձ ճանաչում է, գիտի որ ես լավ եմ Պետք է նենց երգում։ անենք, ուրեմն ձեզ շատ մարդ ճանաչի, էլի, որ սաղ իման։ Դուք ակտիվ եք Instagram-ում, օրինակ ինչ էջում եք ակտիվ։ Պրոֆեսիոնալ երգով կամ ինչ որ cover-ների չունեմ։ Հա, բա ինչի՞ չեք անում, օրինակ cover-ներ։ Ճիշտ եք ասում։ Ես այդուն մեծ կայֆոտ վիդեո արեք, արանք խնդրենք ուղարկի։ Ինձ mention կանեք, որ գցե։ Հա, անպայման։ Մենակ տակի ձենը փոխեք, ուրիշ բան դրեք, ինչ ուզում եք։ Ադելին դրեք, չէ։ Երկ դրեք դրան ուղարկի։ Չէ, ինձ թվում է պետք է առաջի քայլը Instagram-ում օրինակ շատ ակտիվ լինեք, որ sense cover-ներ անեք, բան շատ մարդ տենա, որ դուք լավ եք երգում, ինչ որ պրոդյուսերներ, բաներ։ Հետո ձեզ արդեն ինչ որ տեղեր կարող է կանչեն։ Լավ բան եք առաջարկում Հա, արժի։ բայց դա դուք եք գիտեիք ինձ թվում է, ես չի։ Գիտեի։ Լախի չէի կանում։ Նայեք, Կարաոկե շատ պետք է թակ պարապեք։ կարաոկե։ Արժի, չէ, բայց տունն է կարելի է պարապել, պարտադիր է կարաոկե։ Բայց շուտ եք գնում կարաոկե։ Չէ։ Չէ։ Շատ եմ ուզում, բայց առիթները քիչ են ինձ Կարաոկե եռնվում։ կա։ Հա։ Հին բան չի կարաոկե։ Կա տենց բան։ Հիմա Հիմա կարաոկեում հիմա նորից վերաբացվում են ինչ Այդ ման պարապունքի ուր կարաոկե։ Հիմա այդ ման վոկալի դասընթացներ, էլի, այդ ման վոկալը բացում են բանը, այնպես որ դասախոսի հետ։ Հիմա ստուդիաներ էլ կա։ Եվրատեսիլ ուղարկող, հա։ Կաֆեները կա։ Չգիտեմ։ Իսկ զալում մարդ կա, որ տենց երաժշտության հետ կապ ունի։ Որ գնացել է Եվրատեսիլ։ Ով որ Ով որ գիտի ինչ որ մեկին, ով որ գիտի ինչ որ մեկին։ Հա, հա։ Ապրես։ Լավն էր։ Բայց Էսի- աղետ բարձ եղանն է զբաղվում։ Չէ, ես պրոստը ասի, չգիտեմ ճիշտն ասած, вообще ոնց են, դուք գիտեք вообще ով ոնց է Ով է զբաղվում։ Եվրատեսիլ։ Ֆեդերացիա։ Հա, ֆուտբոլի ֆեդերացիան է զբաղվում։ Չգիտեմ դա ոնց է կոչում, բայց կազմակերպչական
Բայց ինչ որ հայտ է ներկայացնում, տենց բան կա։ Ձիլի, հա, դա եթե կազմակերպում են դեպի Հա, Եվրոտեսիլ, հանրային այդ ժամանակ հա, հեռուստաընկերությունն է բայց զբաղվում։ կամ էլ հանրային հեռուստաընկերություն։ Դրանով զբաղվում է հանրային հեռուստաընկերությունը։ Հենց որ դուք մոտակա 6 տարին չեք գետա։ Իրանք ունեն ընտրած ինձ թվում է արդեն։ Բայց չէ, իրականում իրանք կարող է մրցույթ կազմակերպեն, օրինակ դեպի Եվրոտեսիլ։ Էդի այն ձեր voice-ի պես բան է, որ պետք է հաղթեք, որ Կույր Եվրատեսիլ, կույր Եվրատեսիլ։ կարող է դրան միգուցե մասնակցեք։ Իսկ դուք եղեք հենց Եվրոտեսիլ ընտրե փոքր վախտը նայել եք, հա։ Հա, շատ փոքր վաղտվանից նայել եմ, շատ սիրում եմ այդ բեմը։ Տնեցիք նստում նայում։ Այո։ Ոայ կմատրավ ես եմ։ Իսկ կարող է Արա դե մերոք նստում նայում էին։ Որ փոքր էին մերոք Եվրոտեսիլ շատ էին։ Նայում, բայց գիտեք ինչներ, դզում պապան ոբշի քաղաքականացնում էր Եվրոտեսիլ։ Էստոնիա հայ չեն սիրում, հայերին երկու կտան։ Որ ասում պապ, բաս դեստեի ոնց վերացիք հետս վերջերս լավ չի մեզ։ Այն վերացին գերոց չտեղ հակա էս վերջում, քիչ կտան։ Այն կոնտրակտը, որ ստորագրեցին, դրա համար հիմա 3 միավորը տվեցին, որ էսի սենց արդեն։ Հա, էդի պապան։ Բայց ինչի հենց Եվրատեսիլը կարող է ինչ-որ ջրվեժ օբյեկտ, չէ՞։ Հա, չէ, ուղղակի։ Ապա դու չլսան ոնց է երգում այս մարդը։ Չէ, պրոստը։ Այս մարդը երգել գիտի, ինչ ջրվեժ օբյեկտ։ Ինչ-որ բենդ բան, չէ, դուք շատ լավ եք երգում։ Ես ուղղակի ուզում եմ ստուգեի ձեզ։ Եվրոտեսիլը լավ բան է, որ հաղթեք մանավանդ։ Բայց դուք գիտեք, որ ընդ մի քիչ, այսինքն նայել եք, չէ՞ հիմա այս վերջի Եվրոտեսիլը։ Մի քիչ ուրիշ բան է, էլի արդեն, սենց մի քիչ չէ։ Դե բայց իմ համար ինքը միշտ էլ երգի կոնկուրս է, այսինքն նենց չի եղել, որ հաղթող երգը տենց ինչ-որ կատաստրոֆիկ վատ է լինի։ Եղել են ավելի լավերը, բայց լսի համաձայն եմ, ես էլ նայում եմ, վրոջի կայֆոտ երգեր են գրում։ Դուք բան եք սիրում, երեխեք, ձեր սիրածին։ Իմը բանը, Ալեքսանդր Ռիբակ։ I'm in love with Իսկ ես որ ճիշտ ասեմ, կարծում եմ Եվրոտեսիլի երգերը գավն է։ Բոլոր։ Մի քանի հատ կա, լավ։ Ռիբակը։ Ռիբակը ու մեր հայերի սաղ։ Բայց ինչքան երգեր են եղել, որ չեն հաղթել, բայց իրոք շատ սիրուն երգեր են եղել։ Բայց նայեք, 38 երգի մեջ մի երգ որ լավ է ալնում, այդ ես հարմարում չեմ համարում ստացված մրցույթ։ Ինչու՞։ Որտեվ մի հատ երգներ լավ։ Դե բայց ես օրինակ ամեն կոնկուրսից կակ մինիմում մի 5-ից 10 հատ երգ հավանում եմ։ Լուրջ։ Հա։ Ու քվյարկում եք։ Չէ։ Որ Գերմանիայում էի Հայաստանի համար էի քվյարկում, բայց Հայաստանից չեմ քվյարկում։ Դուք պետք է առաջին մարդը լինեք, որ ես հավանեմ, էլի այդպես ասում, «Արա, Եվրոտեսիլի երգ չի»։ Այդ այնց բայց կոմպլիմենտ։ բայց ինչ հավես կլինի, որ իրա 28-ին ես բեմին լինեմ, Ես ես աղջիկս կգնամ Գերմանիայից կքվյարկեմ, այդ է։ Արժի։ Ես վերջնական կգժվեմ։ Բայց կայֆ կլինի իսկականից որ գնաս։ Իսկ բան, պսևդոնիմ ուզում ես, թե Լիլիա ես ներկայանալու։ Եթե լավ առաջարկներ ունեք, Ինգա Անուշ Արշակյաններ, կուզես։ մի հատ է Լիլիա տենց։ Իսկ բանը դու ուզում ես հա քեզ դեմից են հոլովակը, որ ասեն Հայաստան, ու են հոլովակը մտնի։ Փոքրիկ Լիլիան փոքրուց երազում էր այդի։ Փոքրիկին կնդեր մանկապատանեկան տարիքից երգում էր տեղի երգչախմբում։ Փակվում էր զուգարնում եւ ժամանով երգում։ Դեռ 10 տարի առաջ ինքան մասնակցել էր գերմանական The Voice-ին, որտեղ պարտվել էր։ Այո։ Բայց նա չհանձնվեց։ Բայց նա չհանձնվեց եւ այս տարի 2038 թվականին ներկայացնում է Հայաստան։ Արմ, բայց դու այդ Եվրովիզիոնի այդ բաները երկու ձենով լավ անում էր, հələ արա, էլի։ Որը։ Այդ ներկայացնելու պահը։ Թե ուժարիր։ Էդի էր։ Էդ Էսի է դեր։ Արա, որտեղ եք նստած ենք ինչ լավ ես անում։ Վայ Արմեն, տունը լավ էր անում։ Ֆայֆում լավ է իրանը, մարմեն։ Հա, դա դες դուր է գալի էլի մի խոսքով։ Մա դեզի երկի անունը լա պետք մտածել ինչ որ։ I love stars. Yes, see you. Տենց basic բաներ չեն կանելու, Տենց չի, տենց Եվրատեսիլի երկերի անունները տենց չի։ Լիլիա, նորաբանկի մոմենտ։ Lights of Norabank։ Թարք տենց է թարգմանվում։ Բայց իսկ պետք է շտապեք Լիլիա, պետք է հենց հիմիկվանից սենց գցեք արդեն վիդեոներ երգելուց բան, որ մարդիկ ձեզ ճանաչեն, հետո արդեն հմեկին որ այդ հայտը գրեք, արդեն ձեզ Հա, հիմիկվանից վիդեոներ գցեք, գրեք դեպի Եվրոտասիլ 2028։ Հա, չեմ գնում Եվրատեսիլ Թե օր 1։ ինձ դուս գա, չէ։ Հա։ Այդ դրանցից արեք, չեմ գնում Եվրատեսիլ օր 1 ու ինչ որ մի հատ կայֆոտ cover։ Նայ, բայց մենք ինչով կանանք կօգնենք, եթե պետք լինի մենք այն հետևի պարող բանը մեջ։ Ես կլինեմ։ Լավ, okay, սենց ասեմ, Ես back vocal։ Top 10-ի մեջ։ Եթե սենց պարա, ես կլինեմ, սենց հայկական պարա, եթե։ Հենց կանենք որ հատուկ մի հատ կտորը լինի, որ Ամենից ես գամ, սենց գլուխս կա։
Ծամելով։ Եթե տենց բանը։ Իսկ բանը, ուզում եք հենց հաղթեք, թե ներկայացնեք։ Մի վարքան, դուք չասիք հաղթեք, ասիք ներկայացնեք Դե պրոստը։ հաղթելը կլինի top, բայց որ չհաղթեմ էլ իմ համար այնտեղ բեմին Հայաստան ներկայացնելն արդեն մեծ բան կլինի։ Բայց մեզ հաղթող է, Բայց մեզ պետք է Դե հաղթել։ բա ոնց որ էդել արդեն տենանք ինչա դուս գալի մինչև 28 թիվը։ Լիլա, բաղվանից պարապի, խնդրում եմ քեզ։ Դուք չեք տեսել մենք ոնց ենք Եվրատեսիլին ազգով վերաբերվում։ Շատ լուրջ ենք վերաբերվում։ Ջրոցուց հետո ամենակարևոր իվենթն է մեր։ Շատ լուրջ ենք վերաբերվում։ Ինձ թվում է ոչ մի աշխարհում այդքան ոչ մի երկրում այդքան մարդ չի նամ Եվրատեսիլ, ինչքան Հայաստան։ Բա դրա համար էլ տենց սիրում եմ։ Հա։ Նենց որ էդի բանը, դուք պետք է Խաղը հաղթեք։ չի էլի դրա համար եմ ես բեմին եկել, որ խնդիր լուծենք։ Դուք որ պարտվեք, ձեզ կարող չսիրան, այստեղ։ Պետք է հաղթեք դրա համար։ Այն որ երկու փուլ է, եթե այն առաջինը Նայեք, եթե երկը սիրեցին, հաղթեմ էլ չհաղթեմ էլ կսիրեն։ Ճիշտ է։ Կարևորը ժողովրդի սրտի մեջ։ Այո, կարևորը երկը Չէ, ինչ այո, տես չէ, պետք է հաղթեք։ Հաղթանը։ Լավ, դե ուրեմն հաղթենք, ինչ ասեմ, որն ասում եմ չի։ Մանիֆեստ անենք, հաղթենք, բայց հələ որ առաջի քայլն է, հասնենք այնտեղ։ Հասնենք, Հա, հավանական բայց մեր վրա մի ջղայնացի, մենք հիմա ասած վերջի բանը եկել ես։ Բայց նայեք, Վերջի օրով եկել ես ասում եմ այդամ Եվրատեսի։ Մեզը ճիշտ հասկացի։ Այս մանկականը նոր կազմակերպեցինք, այն երեխան գնաց, հիմա լույսի, բայց լավները, դու լավներ հասկանում Ալբերտը։ դու հասկանում ես, որ եթե 27 թվին Հայաստանը հաղթի, դու ոչ մի տեղ չես եթում ուրիշ երկիր։ Եվրատեսիլ ես մասնակցում, բայց դե համալիր ես ելնում։ Համալիր։ Նստում ես Բացի տաքսի հետ։ հետին է, եթե 27 թիվը հաղթում է, դու ձև չունես հաղթելու, ոնց էլ երկես։ Երկու անգամ պատրաստ Հայաստանը չի կարող կրի։ Հաստատ։ Շատ անհավանական է Շատ, իրականում, հա։ Շատ։ Դրա համար դու ամեն Մենակ ինչ Ֆրանսիան է գանում, տենց մանկական Եվրոտեսիլ։ Հա։ Մենակ դրա համար դու ամեն ինչ պետք է անես, որ 27 թվին չկրենք։ Так, նայ, հիմիկվա քո աշխատանքը ինչ է։ 26-ին կրենք, 27-ին Նայ, չկրենք, Հա, քո աշխատանքը է սա։ Այստեղից դու գնում ես, во-первых, միանգամից ճարում ես մարդ, ով որ քո ձայնային տվյալները ստուգում է, որտեղ մենք բան չենք ջոգում ձենից։ Լավ։ Մեր դուրը եկավ շատ, Շնորհակալ։ բայց կարող է սխալվում ենք։ Դժվար։ Ահա, տենում ես, նայ, ուվերենստը ուժը կա, դզեց։ Երկրորդը, ամեն ինչ անում ես, որ 26-27 թվին չկրեն հայերը, падլյանք եք ես անում, չգիտեմ։ Ով է գնում այս տարի։ Հնդիկներս բերում քվեարկում են Մակեդոնիայի։ Այդ տես։ Ավտոբուսով գյուղից բերում ես, քվեարկում են տանում ես։ Ես вообще մտածում եմ դաժե կոնտենտի ձև մտածեցի։ Դու սենց կարաս երկես ոչ թե ինչ որ տանը բան, վիդեոների մեջ որ ասում էի։ Այլ սենց փողոցում երկես ու այն որ ռեակցիաներն են նկարում մարդկանց սենց զում։ Դու սենց փողոցում քայլես ու սենց երկես բարձր ես նորվա երգը։ Ու մի հատ սենց նկարես քեզ, այդ մարդկանց ռեակցիաներ որ սենց քայլում են, սենց զարմանում։ Այդ հայ մուժիկի ռեակցիան է։ Հա։ Ու ամեն անգամ դու սենց ավելի Որ տարօրինակ նորոն այդքան կարոտել էր, չէ։ Հա, Այո։ դա ուժը 400,000 պրասմատր։ Ամեն անգամ ավելի տարօրինակ տեղ կարաս բանես։ Մի օր խոսքի ինչ որ սուպերմարկետում սկսես երգել բան, ու սենց վիդեոները կտարածվի, քեզ որպես երգչուհի կճանաչեն, հետո արդեն հայտը կլրացնես։ Շատ լավ բան ասում, սկսա դու անես։ 27-ին է դու գնաս։ Ես կգամ այդ ռեակցիաները կտամ, այդ որ այդ բանը։ Իսկ դուք ոնց եք կարծում, Լիլիան կարող է Եվրատեսիլին մասնակցել եւ այո, տես արդեն 150 ձայն ունես։ Ձայն ենք հավաքում։ Այո։ Մի հատ իմաստունին լսենք, հա, ու Ճիշտ է, հայ ինչ կարծիք ասեք։ ունեք, մենք այդքան Եվրատեսիլ 2028։ Ահա, աշխատում է։ Դե տեղեկ լավ խորհուրդներ են տվել այդ ակտուալ պահի ու տենց բիձա բաներ պետք չընկճվես ոչ մի փուլում ու տենց ցամցանց հետևից գնա։ Արա ջան, դες ես չավասած հայտը։ Մերսի շատ Լիլիա, Մերսի, մերսի Լիլիա։ որ կիսվեցիր, մենք կհետևենք քո հաջողություններին։ այո, Լիլիա goes to իր տեղը։ Արյունք։ Այո, կարակ բարթացնեք ձեր ձեռքերը։ Եթե հետևը ձեր եք բարթացնում, ասեք, որովհետև չեմ տեսնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Միջև անունս ասել է։ Ուրեմն ես խնդիր ունեմ։ Ես վախում եմ։ Խնդիրս հետևյալն է, ոնց հասցնում անունս տալիս է։ Անունս Ազգանուշ է։ Ով ոնց հասցնում է տալիս է, այս վերջերս բուկվալն 3 առաջի օրը։ Ինչ եղավ ելեք։ Զանգեցին առաքման հետ կապված, ես ներկայացա, մի կես ժամ հետո հետազանգում, ասում է Գեղանուշ ջան։ Հիմա այն ազգը սարքեց գեղ։
Բարև ձեզ։ Ձեր անունը Ազգանուշը։ Այո։ Ձեր անունից եք ուզում բաժանել։ Ազգանուշ, իսկ դուք ձեր ծնողների հետ խոսացել եք, տիպը ինչու։ Հա դե ֆանտազիան մեծ էր ծնողներիս։ Այսինքն դա դաժե ինչ որ մեկի անունը չի, տիպը մամայի Տատի, հա։ Չէ, իրանք ունեցել են առաջի 2 երեխա, երկուսի անունը։ Չէ, տատի անունը Բրիթնի է։ Դորեցի, ջոկուս շուտենց անունը, բայց Դորեցի, հա։ Ունեցել են մեծ աղջիկ, հետո միջնեկ աղջիկ, հետո 10 տարի հետո ես եմ ծնվել, ասել են հետո հոп։ Եկեք Ազգանուշ տնենք։ Դե պետք է կապ ուներ այնպես ինչ լոգիկա է։ Հələ ստոպ, էս ինչ լոգշա։ Հետո տա Այս սովորական անունները, вообще չի խնդեսնում։ Մեկի աշխատավարձ սակիչ։ Ինչքան։ Դե էսի ցկում եմ էլի ինչքան է, բայց իրոք 300,000, հա։ Քիչ չի։ Okay։ It's okay, it's okay։ It's okay։ Ազգանուշներ նորմալ է։ Ազգանուն։ Միշտ բարդ է եղել անվան հետ կապված, որովհետև ես Հայաստանում չէի ապրում։ Տեղափոխվել եմ 5 տարի առաջ ու այնտեղ որտեղ ապրում էի, այնտեղ էլ էին շատ Որտեղ եք ապրում։ Ուկրաինա։ Մի հատ ուկրաիներեն քֆուր կասեք։ Եթե չգիտեք ֆրանսերեն կարակ ասեք։ Բայց կարեք շատ էշ պրոստը ասեք Անուշ, չէ՞, չի լինի որ ծանոթանում եք դուրս ասեք չի Անուշ։ գալիս, առաջ չէի հարմարվում անունիս հետ, հիմա անունս սիրում եմ։ Ազգանուշ, ես դա ուզում ասեի 100%։ Вообще ուշադրություն մի դարձրա, ով ոնց է հիշում, ով ինչ է անում, դու ունես անուն, էդի քեզ։ Լավ, Ազգանուշ, մերսի շատ, որ կիսվեցիր խնդիրովդ։ Ձեզ էլ մերսի։ Պետք է խնդիր չի, կոմոդ սաղ լավ է, 300,000 ամիսը դնում ես ջեբդ։ Ես էլ Ազգանուշ անունս լար 300,000 Կուզեի անունը Okay կլինի։ Բայց 300,000 ամիսը փող ստանա։ Okay կլինի Ազգանուշ։ Okay, շատ։ Նորմսվոր։ Փակվում են։ Ինչ։ Ինչ են անում հայ ժողովուրդ քլաբերը փակվում են։ Ես դժվար մտավախ։ Ակցիա։ Սենց այսպես մտելակրուս ժողովուրդ կլաբերը փակվում են։ Հասեք այսօր գոնե։ Չէ, բայց լուրջ իսկական իսկ քլաբերը փակվում են, արդեն տեղ չի մնացել գնալու։ Եթե տենց էլեկտրոնիկ մուզիկայի սիրողներ կան, այն վաղ գոնե ասենք ուրփաթորով մեզ մի 3-4 հատ տեղ գոնե ունեիր գնալու։ Հիմա մի հատ ըլնի չլնի։ Էս լավ բան ասում, դուք ջոգում ես, չէ՞, քլաբերից, դուք քլաբ դիվիժնի մեջ կաս, չէ՞։ Դա 4 տարի Էդի դու ես, չէ՞։ Նարեկ կհելնես խնդիրը ստեղից պատմես քլաբերի մասին, հեսա կլուբ։ Հեսա ստե DJ-ել է լինելու։ Ես ոբշի նվագել եմ քլաբերում տենց բզուտ իմ համար։ Իսկ կհելնես այստեղից ասես խնդիրը։ Այո, եկեք ծափարենք Այո, եկեք Նարեկին։ բարձր ծափարենք Նարեկին։ Սենց բիթով եկեք ծափարենք։ Ակումբային։ Չի գալի Նարեկը։ Face control-ը չանցավ Նարեկը։ Կլուբ չթողին։ Այո, եկեք մի անգամ էլ ծափարենք։ Привет։ Привет Նարեկ։ Ես վրազ եկել ես տեղը գցես այդ, հա, ես կարգի ես վրազում։ Ինչ ես հենց մի հատ էլ ասա, էլի կլուբերը փակվում են ու տեղ չկա հանգստանալու երեկոյան։ Այո։ Իսկ մինչև այդ կար։ Դե տարբերակներ ունեիր։ Հիմա բա ինչ ես անում որ կլուբերը փակվում են։ Քո Հիմա մի տեղ երեկոն ես ոնց գնում, ես սաղ վաղ նույն տեղն ես գնում, նույն մարդկանց դեմքերն ես տենում, հոգնում ես։ Բայց մենք ուզում ենք տարբեր տեղերում ուրախ լինենք, էլի այդ նույն տեղը ոնց որ չլնես, էլի անընդհատ։ Ես համաձայն եմ, ես էլ եմ ուզում մի օր այդ համ կլուբ ու քեզ չտենամ։ Չի եղել, ոչ մի անգամ ես մի տեղ այդամ Նարեկին չտենամ։ Կատե։ Դե մի հատ եք գնում, փաստորեն մի հատ է մնացել։ Դե հիմնական խնդրեմը ինչումն է, մեծ երկու կլուբ փակվեց, չէ՞։ Դրանից հետո մնաց մի հատը, այդ էր որ աշխարհի ծերն է։ Այդ մենակ այդ որ այդ մտքին գալիս ես որ պետք է այդ աշխարհի ծերը հասնես, ասում ես լավ դե։ Սովետը հիմա չէր, ամեն շենքի մոտ կլուբ էր սա։ Երեխեն որ հելնի ոտով։ Լավ էր այդ վաղտ։ Բայց ոնց կարանք օգնենք կլուբերին, որ իրանք չփակվեն։ Նախ պետք է հասկանանք։ Բայց չկան այնպես բան, որ ուրեմն քիչ են։ Ավտոս սախեք։ Կլուբ գնացողները քիչ են, դրա համար է փակվում են։ Նես չի որ բանը, մարդիկ շատ են ուզում այդան ու Չէ, փակա, չեք թողում մտնեք։ Չէ, գնացող պալոբոմը կա, էլի նույն դեմքերը պալոբոմը գնում են, հարցը չի, չէ։
Այն նկատում նայ, ոնց որ վերջնական դու ունենում ես մի ընտրություն, այդ ընտրությունը այս պայի դրությամբ շնորհակալ եմ։ Շատ ալուկ բան է։ Տոկա։ Կա պրոստը մի հատ երկ դնենք դժանք նարես կա։ Սարքենք ակում բեցի։ Բայց իրականում դու գիտես խեն փակվում, որտեղ մարդ չի գնում, թե ինչ որ պետական բաներ են, ինչ որ օրենքներ են խախտում։ Ջոգելով միշտ էլ գնացել են այդ մարդիկ։ Ավելի շատ ինչ որ խանգար բաներ կա, ինչ որ չէ, այդ մելբելն է։ Կա հանես կուրտ գետա։ Ապա չեմ հասել անում։ Ուզում ես բայց հիմա հանես։ Չէ, լավ, լարված ենք։ Շատ սիրուն է։ Կլաս։ Спасибо։ Պետքա գիտեք ինչ անել, այն մարդիկ կան, որ դինամիկով դուսը քայլում են։ Իրանց փողը հավաքվում։ Այդ մարդկանց դինամիկներն ավելի բարձր է պետք է սարքել, որ մարդիկ հավաքվեն կողը լրբան ուրախանան։ Խարույկ վառեն, գցեն այդ մարդկանց մեջը։ Պետքա նոր զբաղմունք գտնես Նարեկ երեկոներին։ Կաղա կլուբնի կյանքը ուժը վсё։ Դու քան տարեկան ես։ Այսա 26 եմ ելնում։ Երկար ես պատմում։ Այսա խմամ 26։ Կաղա ուրիշ, բայց չկա երեկոն չկա ուրիշ բան անելու։ Вообще։ PlayStation կա։ PlayStation, bowling, FIFA-ով սաղին կարեմ։ Դու բարելով ասա, բարելով կտես։ Բարելով են որ ինձ գրվար։ Բայց բարում եք գլուբ, ես հիմնական որ քիչ եմ եկել ձեր, բայց որ միշտ մենք գալիս եմ բանա, չեք բարում, սենց լրված եք սաղը։ Ապա բարո Էդ էլ է պրոբլեմ կստացի։ Դա շատ մեծ պրոբլեմ է։ Մարդ քիչ է, սենց սաղը նայում են 3 հոգի բարողին, հələ։ Չէ, մեծ Ոնց էր այմեր բան, 90 հոգով եկել, ուրիշ է պետք է խնդիր ասի, հա։ Դա դες կծեց։ Չէ, լիքը մարդ պլյուս կա, որ ասենք, չգիտեմ, հիմա եթե խոսում ենք ավելի տես կլուբնի, չգիտեմ, էլեկտրոնիկ մուզիկայի մասին, զուտ գալիս են, որ վերջնական մնում է միտեղ, գալիս են ինձ մասսա է հավաքվում, որ խոսքի ասենք մի 90%-ով вообще կապ չունի այդ կուլտուրայի հետ։ Գովիտ ասած խոսքի գալիս է, պրոստը լրվսնում է։ Այդ օրը որտեղ ուրիշ տեղ չկա գնալու։ Իսկ երբ որ կար ասենք խոսքի, չգիտեմ, կար այդ գներ X տեղ, Y տեղ, Z տեղ տարբեր տեղեր կարա Y-ը սիրում է, Y-ը կայֆոտ տեղ է։ Y-ը լավ տեղ էր, հա։ Հայկ, դուք որպես կլուբնի կյանքի մասնագետ կարող ինչ որ խորհուրդ ունեք։ Աշխատում, հա, չի աշխատում։ Կլուբերը խի է փակվում։ Այս միկրոֆոնը չի աշխատում, ոնց որ։ Mənə ճոգմես միկրոֆոնը Հայկի մոտ է, ընդ բան է։ Ոնց է։ Էդիտան սենց ամ, ռաս։ Ճոգմես սկզբից ինքն է վերցնում միկրոֆոնը, ռաս, անա։ Նա տալի վաշ։ Չերս իրա է միկրոֆոնը ֆռում այսօր։ Հայկ։ Այո։ Կյանքը ինչ որ փուլում ես ինչ որ սիտուացիաներ կար, որ ասում եմ, ես բանը խիսենց չի, ես բանը խիսենց չի, հետո հասկացա, որ ինչ որ ուրիշներից եմ պահանջում, որ իրենք այդ անեն, որ ես դրանից օգտվեմ, հետո հասկացա, որ կարելի է դա ես անեմ։ Կլուբ ես բացում, ճիշտ եմ հասկանում։ Կլուբ բացում են, որ ուզում ես, որ չկա, ուրիշից պահանջելու փոխարեն կարելի է ինչ որ մի հատ պահին դու այդ ստեղծես, ոչ թե որ դուխի չես անում, որ ես օգտվեմ։ Կլուբ բացես, այդ է առաջարկը։ Հա, ինքը Նարեկ ասում է բաց են, բայց փակելու են։ Դրա համար նախ պետք է ավտո ծախենք, բայց օբշի բալուբում էլի փակելու են։ Այդ նեցա գլոբալ պրոբլեմ է։ Իսկ կարող է թե նարկոտիկ չծախենք։ Այդպես որ չփակեն։ Դեմ ենք ամեն դեմ եք որ չծախվի, հա։ Չէ, ապա դեմ ենք։ Հենասա հելնենք եթանք տուն, էլի։ Բայց կլուբ խենք այդ։ Հենա դե Y-ը կեթանք, մի հատ բաց մնացել, հենա դե կեթանք։ Չէ, նկատում այդ գլոբալ պրոբլեմ է, մենք չի մենակ Հայաստանում, իմ լոգելով տենց SNG-ի տարածքում շատ տարածված պրոբլեմ է, նույնը Մոսկվայում, չգիտեմ, Մուտաբորն է փակվում, Գազգոլդերն է փակվում, մյուսն է փակվում։ Տխրում է էլի աշխարհը մի տեսակ։ Բայց դու ուզում ես լուրջ ավտո ծախես ու կլուբ բացես։ Չէ։ Ուզում եմ ավելի լավ ավտո առնեմ։ Իսկ ավտո չծախես, ավտոմատ կլուբ բացես։ Ավտոյի մեջ։ Այն փաթի բաց, շարժական կլուբ, ջոգի, հա, շարժական կլուբ։ Բայց ես ասեմ որ բացվել է ոստա կա բան փաթի բաց։ Չէ՞, Հավստը քյաբաբնոցն է աշխատում լավ, կլուբ չէ։ Նարեկ իսկականից դու միտք ունես կլուբ բացելու։ Չէ։ Որտեվ մեր իմաստունի խորհուրդը է դա։ Այդ պետք է անես ախպերը շոուի ֆորմատն է տենց։ Ոբշի մտածել եմ դրա ուղղությամբ, բայց պետք է տեղ ունենաս, նախ առաջինը տարածք պետք է Դե հենա, սաղ փակվան այդ տարածքները Զեթի տեղ։ Հիմնականում ինչի են փակվել տարածքները, որտեվ Երևանում, կենտրոնում
օրենքները նա ավելի շատ մտցնում, որ տիպը չես կարող խոսքի կենտրոնում գիշերը։ որ Հիմա վերջի երաժշտությունը իվենթը, որ չխանգարի, Նիկոլաս Ջարը եկել էր, չգիտեմ, գիտեք թե չէ, այտենց էլեկտրոնիկ մուզիկայի պապաներից, ասենք եկել էր իրենց իր իվենթը միջև գիշերվա 12-ն էր։ Հա, ես գնացի վերջի 2 րոպե։ Հա, բան չունեմ ասել, թո ցերեկ ելնի, օքեյ, բայց թո լինի։ Բայց ի՞նչն է փակելու պատճառը, դու գիտես իրոք, որ ինչ որ օրենք են խախտում, հա, այդ դրա պատճառով են փակում։ Դե իմ ջոգելը Անդորի մոմենտն է, էլի։ Բա բաները, կոֆե ռեյվերը չես գնում առավոտները, չես սիրում։ Կոֆե սիգարետ ռեյվերը։ Էդի վատ բան է։ Էդի բանի ռիլներ ամենաուժեղը Տիկոյի։ Հա։ Բայց բան մոտ է։ Հələ մեր պետք ինչ էր, կոֆե ռեյվերին վատ ես վերաբերվում։ Դե բանա միմիկա է, էլի հասկանում ես։ Դու պրոֆեսիոնալ ես, դու պրոֆեսիոնալ ես։ Չէ, միմիկա է, ինչ որ կուլտուրայի միմիկա է, դա իսկական է չի, էլի։ Ռեյվը օքեյ, կարա լինի։ Միմիկան է, չի։ Կամ դու մակիատոյի հետ ես։ Կամ ռեյվերին։ Այն ֆրանսիական կրուասանների հետ, ես որ շոկոլադա։ Շոկոլա։ Որ բան ես անում, ոնց ասեմ, որ fake ես անում, էլի, ոնց որ այդ չի է։ Բարոջե։ Ապա որտեղ գնում են մարդիկ տենց Instagram-ին նկարել, աղջիկները կսված բան գալիս են տենց rave ենք մասնակցում։ Այն աղջիկներն են գնում, որ 11-ից հետո պետք է տուն ելնեն, տենց այդ մի հատ ինչ-որ շանս է, էլի rave-ին ճակերտավոր մասնակցելու։ Մենք սիրում ենք քրդեննած աղջիկին, չէ՞, 11-ից հետո վերսս գալիս են rave-ին։ Հա, ատամները չի փակվում խոսքի։ Ես իմ հուսան կբացվի, եթե չբացվի էլ կարաս դու բացես կամ դու կազմակերպես, ինչ որ տանը ռեյվ։ Հա, ճիշտ է, вечерին կեք խճած։ Հա, ես իմ այն տան ռեմոտը վերջացնում եմ, բոլորիդ էլ կանչելու եմ։ Սեփական մեծ տուն։ Չէ, կվարտիրը։ Հա, դու Ոչ մեկին չենք խանգարի, չէ։ Միջև 12-ը։ Կասեմ դիմցեք։ Շամ կացում միջև։ Բայց կարող է ինչ-որ բաներ անես, իրոք հիմա քլաբ չբացես, բայց ինչ-որ դու դառնաս ինչ-որ կամպանիա, որը կազմակերպում է իվենթներ։ Ինչ-որ տներում, ինչ-որ քիչ մարդու համար, խոսքի 50 Ես իմ տունը կկազմակերպեմ մոտիկ մարդկանց համար։ Դու մեր համար ես ասում։ Հա, դու հաստատ կհրավիրվեք այդ ամենը։ Չէ, մենք ասում ենք որ համել որպես բիզնես քեզ լինի, որ սենց։ Չէ, առանց դրել զբաղված եմ։ Ոնց որ համ բիզնես, համ էլ question ունեմ։ Ինչ բիզնես է կոմոդ։ IT բիզնես։ IT ոլորտում։ Դու ժամանակ չունեմ դրա համար ինձ պետքա ժամանակ չունեմ պլատֆորմա, որ ես To make you feel my love. I know you haven't made your mind up yet, but I will never do you wrong. I've known it from the moment that we met. No doubt in my mind where you go. It's gonna.